Սրանց կազմակերպած Թավշյա Վոյբռնի ժողովրդական ընտրությունների արդյունքին և ընթացքին բոլորս ծանոթ ենք, ոմանք հիացել են, ոմանք ես էլ եմ նույնպես հիացած և կասեմ թե ինչու, Բրիժիտ Մակրոնի կնիկը արդեն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին, հիացել է սրա առաշարածով, Տոկաև Էֆենդին աշնորհավորել միակը ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, Տոկաև Էֆենդին սրանից շատ քիչ է տարբերվում, սրանց տարբերությունն այն է, որ Տոկաև Էֆենդին գործակալ չէ, ամերիկացի իշխանության չեն բերել, բայց այն որ այդ ոչխարը կամավոր գնաց ծառայության անցավ Արևմուտքին, դա փաստ է և այդ հանգամանքով էլ ենք մենք ուրախ, որովհետև շատ շուտով այդ խայտառակ Ղազախստանի Հանրապետությունը գոյությունը կդադարեցնի և կարժանանա բանդերականների ճակատագրին։ Հիմա ինչն է ինձ ուրախացնում։ Դե եթե ժողովուրդը չկարողացավ իր քաղաքական էլիտաներով ազատվել այս հակազգային ռեժիմից, դա իհարկե լավ չէ, բայց դե ինչ անենք։ Այդ հակազգային ռեժիմը ինքն իրեն կվերացնի և շատ շուտով։ Ուրեմն կարծում եմ Կարապետյանը և Քոչարյանը պետք է հրաժարվեն մանդատներից։ Ըստ օրենսդրության այդ մանդատները ոչ մեկին չեն հասնի։ Կարևոր իրանք դուրս են գալիս, պարալիզացնում են սրա նոր պարլամենտը և հրաժարվում են պատասխանատվության որևէ նշույլից։ Գնա ինչ ուզում է սրա։ Իսկ ինչ է սա անելու առաջիկա ամիսներին։ Ուրեմն սա 4-5 կարևոր պրոյեկտ է իրականացնելու, որոնցից յուրաքանչյուրը ողբալի հետևանքներ կունենան հենց անձամբ նրա վրա։ Թվարկեմ դրանք։ 250,000 մուսուլման է բերում արևելյան արևմտյան Եվրոպայից, որոնք Եվրոպայում հայտնվեցին շնորհիվ Ամերիկայի ջանքերի, շնորհիվ այս արաբական գարնանը, օրինակ մենակ Անգելա Մերկելը 1 միլիոն Սիրիայից փախստական ընդունեց։ Ինձ բիլասես չգնաց Գերմանիա։ Ամերիկացիք փախստական ընդունեցին Սիրիայից, բայց 7,000, որում հատուկ միկրոսկոպով նայեցին։ Դարան բացառապես բժիշկներ, պրոգրամիստներ, ինժեներներ, այսինքն այն կատեգորիաների մարդկանց, որոնք նրանց բեռ չեն լինի և օգուտ կտան ամերիկյան հանրությանը։ Ուրեմն 250,000 զիբիլ է բերում շատ վտանգավոր թափում Եվրոպայից, Ուրսուլայից ստորագրել է այդ թուղթը։ Սա կարծում եմ գոնե մեկ Թավշյա Վոյբռնի ժողովրդական հեղափոխության լավ պատճառ է։ Երկրորդը, սա բանավոր պայմանավորություն ունի Հայաստան տեղափոխել 300,000 ադրբեջանցի։ Հայաստանցի, իբր նախկին հայաստանցի ադրբեջանցի և սրան արդեն հրավիրում են հունիսի վերջին կայանալիք Նախիջևանում արևմտյան Ադրբեջանի ինչ-որ հավաք կա, որտեղ քննարկվի այդ ադրբեջանցիների վերադարձի հարցը, սա հրավիրված է, կգնա թե չէ, իրականը դա չէ, բայց սա այն պրոյեկտն է, որը սա իրագործելու է։ Սա ձեզ արդեն 2 Թավշյա Վոյբռնի հեղափոխության հիմնավորում և հավետ։ Երրորդը, սա շարունակելու է հայ առաքելական եկեղեցու լիկվիդացիայի պրոցեսը, ցավոք, դե մի չի կարող։ Այն մարդուն հանձնարարված է Լոնդոնից, Վաշինգտոնից, Բրյուսելից, պարզ է Անկարայից հանձնարարված չէ, որովհետև ինքը Անկարայի անմիջական վերադասը չէ։ Անկարան էլ է իրապես մի վասալ, ուղղակի նա ավելի բարձր կալիբրի վասալ է, քան սա, նա գոնե ձայնի իրավունք ունի, ի տարբերություն սրած։ Ես մի բան գիտեմ, որ Հայաստանում կան լուրջ հավատացյալներ, շատ լուրջ, եկեղեցուն և հավատքին նվիրված,
Այստիս դրանց թիվը կազմում է 30,000, դրանք այն մարդիկն են, որոնք տարեկան 150-160 օր չեն սնվում։ Նախ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթին եւ ուրբաթ օրը տիրոջ դավաճանության եւ մահապատժի օրերը, պլյուս բոլոր մեծ ու փոքր պահքերը։ Սրանք են մարդիկն են, որոնք եկեղեցու պաշտպանության համար ոչինչ չեն խնայի։ Ցավոք չկա Վարդան Ղուկասյան, ինքն էլ է դրանցից, որը նրանց մի բրոնզ դարձնի, բայց դե հուսով եմ այդ խաղը, որի մասին կարծում եմ ժողովարդապետ Փաշինյանն էլ գաղափար չի կապում, այդ խաղը կա եւ սարսափելի ցավ կարող է, սարսափելի փորձանք կարող է դառնալ նրա դատարկ գլխին։ Եկեղեցու դեմ պայքարը սրա ցավոք հաջողությամբ կպսակվի սրանց համար, պետք է հուսալ, որ եկեղեցին, որպես հնագույն ինստիտուտ, հնարավորինս քիչ տուժի։ Հետո թրիպը, սա արդեն պատրաստի գերեզման է սրա համար, որը նա արդեն սովորել է մնացել է Սամոնարական դատարանի համաձայնությունը, եզրակացությունը Սամոնարական դատարանը եւ պարլամենտի կողմից հավելացումը։ Ես չգիտեմ հայ ժողովուրդը ոնց կվերաբերվի այս թրիպին, այն է Թուրանին, բայց ես լավ գիտեմ ոնց կվերաբերեն դրան Իրանն ու Ռուսաստանը։ Ուղղակի թրիպ չի կայանա։ Լավագույն դեպքում սրանք հասցնեն մի քիչ բետոն լցնեն, ինչ-որ միտեղ, մի քանի խորանար մետր, դրանից ավելի չեն հասցնի անել։ Թե ինչ կբերեն իմ նշած տերությունները սրա գլխին այդ իրա թրիպի պատճառով, արդյունքը վերջնական պատկերացնում եմ, բայց մեխանիզմները, գործողությունների ընթացքը չեմ պատկերացնում, դե չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, որովհետև ոչ Այաթոլլահի հետ եմ նստել, ոչ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, բայց մի բան է հստակ, որ դա իրականություն երբեք չի դառնա։ Հիմա սրանք ստանձնել են այս կարգի վտանգավորագույն պարտավորություններ իրենց վրա եւ փորձելու են դա անել։ Հիմա մենք ոնց չողջունենք սրանց փորձերը։ Իհարկե մենք պետք է ողջունենք, պետք է ուրախանանք, ոչ եթե քո թշնամին գնում է կամավոր ինքնասպանության, այդ օրգանա։ Մի խանգարեք իրան, կարևորը չօգնեք։ Իսկ չօգնելու սրա հիմնական գրավականն այն կլինի, որ եւ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը թքին իրենց մանդատների վրա։ Ուղղակի հարժում է։ Հենց այդտեղից կսկսվի այս նոր Հայաստան կոչված հակազգային պետական միավորման, ապամոնտաժման եւ վերացման գործընթացը։ Եվ վերջապես մենք կազատվենք թե գործակալական ցանցից արևմտական, թե բոլոր կարգի գնահատակիրներից։ Իրադարձությունները արագ են զարգանում, մենք էլ շատ արագ կարձագանքենք, շատ շուտով կհանդիպենք, բաժանորդագրվեք իմ տելեգրամյան եւ յութուբյան ալիքներին։ Կհանդիպենք շատ շուտով։